Բարև ձեզ, եթերում օրվան փոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նախորդային տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ էին Գյումրի և Փարաքար խոշորացված համայնքներում։ Փարաքարում ձայների շուրջ 57% ստացել է Միասնություն դաշինքը, ջախջախիչ պարտության մատնելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, սակայն նրանցից ոչ մեկը չի կարողացել հավաքել 50+1% իշխանություն ձևավորելու համար։ Գյումրիում ՔՊ-ն ստացել է 36.24%, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ ընտրություններին մասնակցող Կոմունիստական կուսակցությունը 20.51%, երրորդ տեղում Մարտուն Գրիգորյանի առաջնորդած Մեր քաղաքը դաշինքն է 15.56% ձայներով։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաև պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի գլխավորած Իմ հզոր համայնք կուսակցությունը և Մայր Հայաստան դաշինքը, ստանալով ձայների համապատասխանաբար 7.87 և 6.12%։ Թեպետ Գյումրիում ոչ մի ուժի չի հաջողվել միանձնյա իշխանություն ձևավորելու համար բավարար թվով մանդատներ ստանալ, սակայն անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը միավորվելու դեպքում կարող են համայնքապետ ընտրել և իշխանազրկել ՔՊ-ին։ Ամենայն հավանականությամբ միավորումը կկայանա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ, ով ընդդիմության շարքերում ամենաշատ ձայներն է ստացել։ Նշենք, որ Մայր Հայաստան դաշինքը և Ռուբեն Մխիթարյանն արդեն իսկ հայտարարել են Ղուկասյանին աջակցելու պատրաստակամության մասին և այժմ գնդակը Մարտուն Գրիգորյանի դաշտում է, ումից էլ կախված է Գյումրին ընդդիմադիր համայնքապետ կունենա, թե ոչ։ Մարտուն Գրիգորյանը դեռևս չի հայտնել իր դիրքորոշում այս հարցում։ Ավելի ուշ նա խախտեց լռությունը և վերահաստատեց, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, միևնույն ժամանակ չհստակեցնելով՝ կաջակցի Վարդան Ղուկասյանին, թե ոչ։ Մարտուն Գրիգորյանի վերջին հայտարարությանն արձագանքել է ինքը Վարդան Ղուկասյանը։ Այն, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին որոշել է։ Իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ, Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրու նախկին և գուցե ապագա քաղաքապետը։ Պաշտպանության նախարարությունն այսօր առաջին անգամ ընդունեց, որ 3 գիշեր ադրբեջանական կողմը կրակել է խնածախի ուղղությամբ, վնասելով բնակելի տուն։ Պաշտպանության նախարարությունը միառժամանակ հերքել է հրադադարը խախտելու Բաքվի պնդումները, թե իբր հայկական կողմը կրակ է բացել և անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացրել։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պարագայում։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, ասվում է հաղորդագրության մեջ։ Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայներն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության խնդիրներին։ Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։ Շտայնմայերը նախօրին էլ ժամաներ Երևան, իսկ ապրիլի 2-ին կլինի Բաքվում, սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է տարածաշրջան։ Հայաստանի նախագահ Վագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Գերմանիայի նախագահը շնորհավորել է Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու համար, նշելով, որ փաստաթուղթը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար։ Ընդգծելով, որ կողմերը վերջնակետին դեռ չեն հասել, Գերմանիայի նախագահը նշել է. Ցանկալի է, որ երկու կողմերը օգտագործեն այս պատեհ ժամանակը, որպեսզի երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում։ Շտայնմայերը կոչ է արել կողմերին շուտապույտ ստորագրել, վավերացնել ու իրագործել խաղաղության պայմանագիրը։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտնել է, որ հայ գերիների հարցով կարող է դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ այս մասին Աբրահամյանն ասել է մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։ Հայ գերիների հարցով ես կարող եմ միայն դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչը մի քանի անգամ արել է։ Ալիևն ասում է, դատերը կվերջանան, որոշում կկայացնենք, թե ում ներենք, ում ոչ։ Այսինքն ամեն ինչ իր ձեռքում է և անորոշություն է։ Ինչ սուտ մեղադրանք ասես չեն ներկայացրել, բայց օրինակ Ռուբեն Վարդանյանն ինչ կապ ունի տերորիզմի հետ։
ասել է նա։ Աբրահամյանը հավելել է, որ ԱՄՆ սենատում էլ է հարցը բարձրացրել ու առհասարակ ում հնարավոր է, ասել է։ Գյումրու համայնքապետի քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը Facebook-յան գրառմամբ շնորհակալություն է հայտնել իր գլխավորած ուժի համար քվեարկող քաղաքացիներին։ Հարգելի գյումրեցիներ, սիրելի համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության եւ պատվախնդրության համար։ Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը։ Սիրելի գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որնի ցույց եք դրել, ապահովելով կրկնակի քվեներ ի համեմատություն շեմը հաղթարած երկրորդ ուժի։ Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին։ Շարունակելու ենք Գյումրու զարգացման եւ շնացման մեր բոլոր ծրագրերը։ Այսօր մարտի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 2:30-ից 03-ի սահմաններում Volkswagen Magnishi ավտոմեքենան Նանսենի փողոցում ոստիկանության նոր-նորքի բաժնի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Մայթեզի բազալտե եզրաքարին, կոտրել այն, առաջ գնալով բախվել Երկաթեսյանը, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Combo Magnishi ավտոմեքենային եւ մոտ 80 մետր առաջ է հրել բախվելով նաև ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել կանաչ գազոնում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Opel-ը շահգործվում է Իվանյան ՍՊ-ի կողմից, վարորդն էլ 21-ամյա Մովսես Օհանյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Բարեկային ծառայությունը պարզում է Volkswagen-ի վարորդի ինքնությունը։ Շամշյան.com-ի փոխանցմամբ մարտի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 16:30-ի սահմաններում Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Հարություն Ե-ի վարած Ford Transit Magnishi եւ Սյունիքի մարզի բնակիչ 72-ամյա Սամվելայի վարած Opel Zafira Magnishi ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական բարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։